Դինոզավրերն անցել են անհիշելի ժամանակներում այստեղ տարածված օվկիանոսի ափերով։ Նրանց համար հաճելի է եղել տոթ եղանակին թրև գալ ջրափին խոնավ փափուկ նստվածքի լայնքով, չենթադրելով, որ միլիոնավոր տարիներ անց իրենց հետքերը դառնալու են թանգարանային նմուշներ։ Հնագույն այդ կենդանիները Կովկասում բնակվել են շուրջ 70 միլիոն տարի առաջ։ Ջրափերին եղել են բենտոս կոչվող նստվածքային փափուկ գոյացություններ, որոնց վրայով անցել են դինոզավրերը եւ անմահացրել իրենց վերջույթների գծապատկերները։ Вот бентос, мы знаем, что это такое отложение морского дна. И когда море отходит назад, отошло, это, наверное, происходило очень быстро, то мягкая порода вот эта вот бентоса, она как ил, такой вот мягкий, и перебежали в это время на этом месте динозавры. И вода, когда ушла, потом вот от солнца и от радиации солнечной она отвердела. Какую гипотезу я могу выдвинуть в последнее вот время? Վրաստանի ստորգետնյա աշխարհը ճանաչում է ձեռք բերել Ցխալտուբոյի կարստյան տարածաշրջանի ուսումնասիրությունից հետո, այն իրենից ներկայացնում է բարդ հիդրոբնագիտական բնական ենթակառուցվածք, որն իր մեջ ներառում է ստորգետնյա քարայրները, դինոզավրերի քարացած հետքերով ափամերձ շրջանները եւ հսկա քարաժայռերը, որոնք հայտնի էին բնական մեղրի պաշարներով։ Այստեղ ավարտվել են մեծածավալ շինաշխատանքները։ Քարայրի երկայնքով ձգվում է շուրջ 1.5 կիլոմետրանոց տուրիստական ուղին, որը լի է անակնկալներով, թեև դրանք շատ հաճախ երեխաներին դուր չեն գալիս։ Я больше сюда никогда не буду. Ստորգետնյա խորհրդավոր այդ աշխարհը բացվել է 1925 թվականին, ոչ պակաս հետաքրքիր է վերգետնյա արգելոցը, իր հսկա քարաժայռերով եւ անտառաշերտերով։ Սատապլյա վրացերենից թարգմանաբար նշանակում է մեղրային։ Այստեղ կարելի է տեսնել վայրի մեղուների քարակերտ բնական փեթակներ, հսկա ժայռաբեկորների վրա, որտեղից ժամանակին օգտվել են նաեւ տեղի բնակիչները։ Вот эта стена вся была погружена в медовых сотах. И жили, здесь обитали пчелы дикие, которые постоянно жужжали, и был огромный запасы меда. И настолько был мед, что он даже вытекал, уже когда большое количество вытекали вот с этих сотов, прямо вот по стенам. Քարայր առաջինը ոտք է դրել բնագետ Պետրե Չաբուկյանին, հենց նա էլ հայտնաբերել է դինոզավրերի հետքերը։ Պատահականորեն հայտնաբերված քարայրի երկարությունը 900 մետր է, եւ նրա յուրաքանչյուր սանտիմետրը բնական հրաշալիք է։ Բնական ստալակտիտներն ու ստալագմիտները ամեն քայլափոխի հանդիպում են այցելուներին, իսկ դրանցից մեկն ուղակի հիացնում եւ զարմացնում է։ Դա քարե սիրտն է, հսկայական այս ստալագմիտը մարդկային հսկայական սիրտ է հիշեցնում։ Քարե սրտի հարևանությամբ բացված սրահում շրջայցն օգտակար է հատկապես ասթմայով տառապող հիվանդների համար, քանի որ ներսում կայուն ջերմաստիճան է, իսկ քարայրի օդը բուժիչ հատկություններ ունի։ Դրա վառվկայությունն այն է, որ քարայրի հայտնագործողն ապրել է 94 տարի։ Քարայրի գլխավոր ելքը տանում է դեպի անտառ, որտեղ կառուցվել է թանգարան։ Այստեղ ներկայացված է տարածքում տեգերող դինոզավրերից մեկի մանրակերտը, նաև միլիոնավոր տարիներ առաջվա ջրային կենդանիների մնացորդներ, հնադարյան մարդու աշխատանքային պրիմիտիվ գործիքներ եւ քարանձավային արջի ոսկորներ։ Вот морская звезда, морской еж, различные плоские окаменевшие моллюски, им миллионы лет. А воссоздан он именно уже искусственно вот такой вот муляж. Սատապլյա լեռան երկայնքով ցկվող արգելոցը գործել է 1935 թվականից, հետագայում ընդլայնվել է եւ այժմ զբաղեցնում է 354 հեկտար տարածություն։ Արգելոցի տարածքում է գտնվում նաեւ հանգած հրաբխի խառնարանը։ Այս ամբողջ բնական հրաշքը պարուրված է անտառաշերտերով, որտեղ աճում են 20 տեսակի եզակի ծառեր։ Սատապլյա արգելոցում խոշոր կենդանիներ այսօր չկան, բնակվում են 50 տեսակի թռչուններ, կարելի է հանդիպել շնագայլերի եւ աղվեսների։ Մենք գտնվում ենք ծովի մակերևույթից 500 մետր բարձրության եւ ծովից 100 կիլոմետր հեռավորության վրա։ Այստեղ կառուցված ինքնատիպ այս դիտահրապարակից պարսկա օրերին տեսանելի է անգամ Սև ծովի լազուրյա ափը։
Իսկ սա արդեն ամենավերջին նորամուծությունն է, ապակե դիտահրապարակը, որտեղից տեսանելի են հրաշք բնապատկերները եւ Քութայիսի քաղաքը։ Այստեղով անցնելու համար նախ եւ առաջ անհրաժեշտ է հագնել փափուկ հողաթափեր, կոպիտ կամ սուրճայր կոշկատակերով ապակին չվնասելու համար։ Խորուն կիրճի վրա ցկվող ապակի այս կառույցի վրա բացված տեսարանին հետևելը մի առանձնահատուկ հաճույք է, սակայն նյարդերից թույլ մարդկանց խորհուրդ չի տրվում, քանի որ ապակու враյով քայլելու համար մի փոքր համարձակություն է պետք։ Посмотри на него, не может идти уже. Площадка та, на которой мы сейчас стоим и ходим, уложено стекло, ударно-прочное стекло 4 сантиметра толщины. Она совершенно безопасна и испытана до эксплуатации специальными экспертами и допущена к эксплуатации. Вот первый раз любой, заходя на эту площадку, любой очень боится пройти. И тем более, что просто боится, что это стекло, это раз психологически, второе, что вот мы вдруг провалимся. Դիտահրապարակը տուրիստական ուղու վերջին հանգրվանն է, որտեղ կարելի է մի փոքր շունչ առնել, ընթրել կամ սրճել ինքնատիպ ոճով կառուցված սրճարանում եւ շարունակել հետդարձի ճանապարհը։ Ահա եւ մեր բացահայտած մեղրային աշխարհը, որտեղ ժամանակին տնօրինել են հնագույն կենդանիներն ու հնադարյան մարդիկ, իսկ այսօր տեր ու տնօրենը նոր մարդիկ են, իրենց նոր տեխնոլոգիաներով։ Էդուարդ Մխիթարյան, Համբարձում Պապոյան, Գալանյուս, Վրաստան։